Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում 750 միլիոն դոլարի չափ եվրապարտատոմսեր է թողարկել։ Պարզ ասած, Հայաստանն այս անգամ էլ 750 միլիոն դոլարի նոր պարտք է վերցրել։ Իշխանական թևն ասում է, որ վերցրած փողով հին պարտքերն են մարելու։ Օրինակ 2013-ին, երբ որ այդ պարտատոմսերը թողարկվեցին, նրանով մարվեց ռուսական պարտքը։ Այս հերթական թողարկումը, այո, դրա մի մասը ուղղվելու է նախորդ պարտատոմսերի մարմանը, այսինքն մի կողմից ունենալու են պարտքի նվազում, մյուս կողմից պարտքի ավելացում։ Հայաստանի պետական բյուջեի դեֆիցիտը պակասուրդը տարեց տարի մեծանում է, այսինքն բյուջեի ծախսերն ավելի շատ են, քան հավաքվող եկամուտները, եւ կառավարությունը ստիպված է պարտք վերցնել ներքին եւ արտաքին աղբյուրներից, թողարկել նաեւ պարտատոմսեր։ Շեկուլի նման այս վերջի տարիների ընթացքում ներքին պարտքը ավելացրել է, պարբերաբար դրամային պարտատոմսեր են թողարկել, տեղաբաշխվել, եւ դրա հաշվին են ավելացրել այսի տարիների պետական պարտքը։ Իրենք դոլարային պարտք են ավելացում, քանի որ այսպես իրենց պարտքը դոլարով է եւ դոլարով է ցանկանում այսպես մարել, սա մի գործոն է, որ նրանք փորձում են անել։ 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերը Հայաստանը պարտավորվել է հետ գնել 10 տարի հետո 2035 թվականին։ 4 տարի առաջ էր Հայաստանը պարտատոմսեր թողարկել կրկին 750 միլիոն դոլարի չափ։ Այն ժամանակ տոկոսադրույքը շատ ավելի ցածր էր՝ 3,875 հազարորդական տոկոս եկամտաբերությամբ։ Այս տարվա համար տոկոսադրույքը 7,1% է։ Պարտքի ավելացումը այս պահի թողարկված պարտատոմսերով ավելի թանկ է նստելու պետության վրա, քանի որ նախկինում օրինակ Հայաստանի կառավարությունը պարտատոմսեր էր թողարկում 3-4% տոկոսադրույքով եկամտաբերությամբ, հիմա արդեն 6,75, եկամտաբերությունը 7,1%։ Այսինքն ակնհայտ է, որ կառավարությունը ավելի մեծ գումարներ է ծախսելու ապագայում նույն այս պարտատոմսերի մարումը կատարելու, սպասարկումը կատարելու համար, քան նախորդ պարտատոմսերի դեպքում։ Նոր եվրապարտատոմսերի թողարկման պետական պարտքի բեռն ավելի է ծանրանում։ Այս տարվա փետրվարի վերջին Հայաստանի պետական պարտքը ներքին եւ արտաքին պարտքի հանրագումարով 13 միլիարդ դոլար է եղել։ Ընդ որում 6 միլիարդ 300 միլիոն դոլարը արտաքին պետական պարտքն է, մոտ 6 միլիարդ 700 միլիոն դոլարը ներքին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։